Դուք արդեն գիտեք, որ ես թեկնածու եմ գալի քաղաքապետարանի խորհրդի անդամակցությանը, ինչ որ այնտեղ եմ եղել 5 տարի, մոտարապես 4 ամիս այնտեղ եմ եղել, եւ դուք եթե կարող եք օգնել նվիրատվությունների համար, կարող եք ձեր հեռախոս պահել սրա վրա եւ կարող եք այդ աշխատանք կատարել։ Իսկ շատ կարեւոր է, որ դուք գրանցված լինեք։ Ես ուրախ եմ այսօր գոնե 10 հոգին զանգել են ուրիշ տարածքներից զանգել են եւ ասում են ինչպես օգնեն։ Ձեր եթե դուք Գլենդելում չեք բնակվում, որևէ տարածքում ապրում եք, որ գոհ եք այն աշխատանքից, ինչ որ ես ձեզ ներկայացնում եմ, դուք զանգարեք ձեր ազգականներին, ձեր բարեկամներին Գլենդելի մեջ եւ իրենց խրախուսեք, որ անպայման եթե գրանցված չեն, զանգարեն այստեղ մեր հեռախոսահամարը շատ հեշտ է 818 2 4 մնացածը բոլորը 9 ուրեմն այստեղ տեսնում եք 2 4 9 9 ուրեմն մենակ պիտի հիշեք 818 2 4 մնացածը բոլորը 9 եթե գրանցված չեք կարակակ եթե գրանցված եք կասկած ունեք օրինակ այսօր միտիկին եկավ որ ես ինքս այսինքն շնորհակալ եմ իրենից մենք այստեղ ասճաններ ունենք եկավ ասճաններից վերև եւ գրանցված էր անգամ մենակ մտահոգ էր ասում էր ես ուզում վստահ լինեմ որ ես կարողանամ քեզ քվեարկեմ ես բոլոր այդ մարդիկ որ հետաքրված են շնորհակալություն եմ հայտնում ուրիշ եթե վոլենտիրի կարիք ունեմ ես այստեղ կամավորների որ կան օգնեն որ ինչ որ այստեղ տեսնում եք այս թաբլոն է այսպես տեսնում եք մի կողմն է հաջորդ կողմն եք տեսնում որ դուք կաք այստեղ տանեք ձեր տան առջևը տեղադրեք կամ կաք որպես կամավոր դուք տանեք տարբեր մարդիկ որ ցանկություն ունեն չեն կարողանում կան այստեղ օգնեք որ իրենք իրենց տան առջևը տեղադրեն այս թաբլոն ինչ որ տեսնում եք այստեղ դա կլինի ինչպես կարող ենք օգնեք զանգահարում եք կարևոր չի սա որ քաղաքում եք բնակվում կարող եք գալ օգնել Գլենդել եք բնակվում ավելի լավ Գլենդել չեք բնակվում չի տարբերում եկեք օգնեք որ ես կարողանամ սրանք տեղադրեմ տարբեր քաղաքի տարբեր տարածքներում որ բոլորը տեղյակ լինեն ընտրություն է տեղի ունենալու որովհետև դեռ մարդիկ կան դեռ լուր չունեն որ հունվարի այսինքն հունիսի 2-ին ընտրությունը տեղի ունենալու բայց մայիսի 2-ին եթե դուք ռեջիստր եք արել գրանցված եք արձանագրված եք դուք մայիսի 2-ից մինչև մայիսի 5-ը դուք բալետը քվեաթերթիկը ստանալու եք եւ եթե օգնության կարիքը լինի այստեղ զանգարեք 2499999 հեռախոսահամարին զանգարեք իսկ ոչ ոքի մի տվեք ձեր բալետը եթե գալիս են այս պատահեն է արդեն ասում են վրեժի կողմից են եկել որ դուռ չեն բացում իրենց համար եւ դուք նախքան այդ որևէ հարց խոսեք կամ հանձնեք կամ մի բան անեք զանգարեք այստեղ այս հեռախոսահամարը առայժմ 12-ից մինչև կեսօրից հետո ժամը 5-ը կարող եք որևէ հարց ունեք ուղղեք իրենց կեսօրին 12-ից մինչև կեսօրից հետո ժամը 5-ը առայժմ անպայման ուշադիր եղեք այստեղ 3 ոչ հայ են 9 հայ է մասնակցում 12 թեկնածու կա եթե դուք այս անգամ ձեր քվեները այսպես մեկ սրան քվեարկեք մյուսին քվեարկեք ոչ ոք չի ընտրվելու ոչ մի այդ չի ընտրվելու այս ընտրությանը դրա համար պետք է կենտրոնանալ նրանք որ ամենամեծ բախտը ունի ընտրվելու եւ չեմ կարծում այդտեղ մեկը այդպես առիթ ունի ինչ որ ես ունեմ ինչ որ փորձառություն ունեցել եմ եւ ինչ որ աշխատել եմ այս երկար տարիներում հանրության համար ուրեմն դուք օգնեք նաեւ նստեք տանը ոչինչ չի պատահելու մասնակցեք եւ խրախուսեք ուրիշներին դուք բոլորը հեռախոսի մեջ հեռախոսահամար ունեք ձեր ընկեր բարեկամ ուզում եք օգնեք ոչինչ պետք չի անեք այդ հեռախոսահամարներ ինչ ունեք կամ տետրակ ունեք հեռախոսներ եք գրել այնտեղ զանգարեք տեսեք գրանցված են թե ոչ կամ խրախուսեք իրենք կան այստեղ դուք իրենց բերեք այստեղ կամ մեզ տեղեկացրեք մենք գնանք իրենց օգնենք
տարօրինակ ընտրություն է լինելու, եթե չարտնանաք բոլորդ, անպայման վնասվող է հենց դուք եք լինելու, զղջալու եք, որ ինչ պատահեց և դուք ուշադիր չեղաք, այս է իմ պատգամը այսօր ձեզ, հիմա ես ուզում եմ խոսել լուսնի մասին խոսել, դեպի լուսին 4 տիեզերագնաց, ուրեմն Հյուսթոնից սլացան դեպի այդտեղ 10 օրվա ճամփորդություն է սա եւ իրենք այս երբ որ գնում են լուսնի շուրջը պտտելու, ուրեմն իրենց կապը կարևոր սա է որ 40 րոպե կապը կտրվելու է, որովհետեւ այս տիեզերանավը մնալու է, պատկերացրեք այստեղ լուսինն է, մնալու է հետևը, այս հաղորդակցության կապը կտրվելու է 40 րոպե Հյուսթոնում, տեղյակ չեն լինի, որ ինչ է կատարվում այդ ժամանակ, տեսնում եք այստեղ, այդ տելեսկոպ, այսինքն տիեզերանավն էր, այստեղ Հյուսթոնից, կոնտրոլ են անում ամեն ինչը, ինչ որ այստեղ տեսնում եք և հետևելու են, այսինքն տիեզերանավի մեջ ենք տեսնում 4 աստրոնավտ, առաջին անգամն է, որ ամենահեռուն են գնալու, ճիշտ լուսնի մյուս կողմն են գնալու, միայն 1970 թվականի ապրիլի 15-ին արձանագրվել էր ամենահեռացումը այդ ժամանակ էր եղել, այսինքն տեսնում եք այդտեղ 56 տարի առաջ մինչ հիմա այս կետերն է լուսնի և այս տիեզերանավի մեջն եք տեսնում NASA-ն տվերն է, անձնավորությունները աշխատում են այդտեղ և ինչ որ ձեզ ասացի կարևոր հանգամանք և ուրբաթ պիտի վերադառնան, ուրեմն այս տիեզերագնացները կվերադառնան ուրբաթ օր կգան այստեղ Խաղաղ օվկիանոսում վայրեջք են կատարելու, այստեղ տեսնում եք լուսինը, որը մնաց գետնի շվաքի տակ մնում է, այսինքն այսպես տեսեք հիմա տիեզերանավն լուսինը և 6:45 րոպե արևելյան նահանգի ժամով 40 րոպե հաղորդակցությունը կտրվելու է, որովհետև Օրիոն այս տիեզերանավը ամենահեռու կետում է լինելու մեզանից, այսպես տեսնում եք, և 7:30 րոպե նորից իրենց կապը կհաստատվի, հաղորդակցության կապը կհաստատվի, այսպես, այս է սպասվում, 252,000 մայլզ հեռանում են, այդ շատ, այսինքն 400,000 կիլոմետր հեռու է լինելու մեզանից, տեսեք ահա լուսինն է և մյուս կողմն է լինելու լուսինի, ուրեմն կապը դրա համար է կտրվում, որովհետև մեզ լինելու է ամենահեռուն մինչև հիմա այսքան հեռավորությունը, որևէ այդ ինչ որ 1969 թվականից մինչև 72 թիվը այսպես տիեզերանավեր գնում էին դեպի լուսին, շրջում էին լուսինը վերադառնում են, երբեք այսքան հեռավորությունը չէր գնացել, ինչ որ այդտեղ ձեզ ցույց տվի։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, ինչ է ասում նախագահ Թրամփը Իրանի մասին եւ Իրանը ինչ է ասում այս մասին, եթե պիտի այս թշնամությունը կամ պատերազմը դադարեցվի, կողմերը ինչ է պահանջները, իսկ ծրագիրը հովանավորում է Էլին Մարտիրոսյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, Բրանդ փողոցի վրա է գտնվում, ձեզ առաջարկում, եթե accident եք ունենում, դուք մեղավոր չեք, ձեզ վնաս հասել, ձեր մեքենային վնաս հասել, պետք է հատուցում տան դուք ձեր մեքենան ֆիքս անեք, կամ
վերանորոգեք այդ ձեր մեքենան։ Նաև եթե դուք եւ մեքենայի մեջ ուրիշներ եղեն են, եթե մարմնային վնաս գոյություն ունի, պետք է հատուցում տան ձեզ։ Բոլոր այդ աշխատանքը ճիշտ կատարելու համար զանգարեք իրեն։ Բրանդ փողոցի վրա գտնվող, բայց ժամադրություն արկավոր է այստեղ նշանակեք հեռախոսի համար։ Central Avenue Pharmacy ովանավորում է ծրագիրը, եթե իրենց տեղատունը 35 տարի է դոկտորն աշխատում է Կալիֆոռնիա փողոցի վրա է գտնվում։ Իսկ Sunland փողոցի վրա, այս Sunland քաղաքում Foothill փողոցի վրա իրենց նոր կենտրոն մոտարապես 2 ամիս է բացեն արեն։ Եթե դուք ապրում եք Sunland թաղանթ, Sylmar, Simi Valley, Granda Hills, բոլոր այդ տարածքներում կարող եք գնալ տեղատուն եւ շնորհավորեք այս տեղատունի նոր բացումը կամ զանգարեք տեղերը բերեն ձեր տանը։ Դոկտորը 35 տարվա տեղագործ է, փորձառու է, նախապես համալսարանը դասավանդեն է աշակերտներին, որպեսզի բժշկական ֆակուլտետը տեղագործ լինելու այսպես փորձառու անձնավորություն է։ Երևան Post ովանավորում է ծրագիրը։ Երևան Post ձեզ է առաջարկում, եթե իմ անուն տակ իհարկե, Ծանրոց Հայաստան մի փանդը որևէ տեղ $2.99 ավել այժմ չեք կարող գտնել։ Իսկ եթե իմ անունը տակ Երևան Post-ում, որը գտնվում է Granda Hills-ում, $1.99 պիտի վճարեք։ Pound-ը $1.99։ Իսկ եթե նավով ուզում եք ծանրոց ուղարկեք, մի ծանրոց գնեք, օրինակ $50 ծանրոց, խոշոր ծանրոց եք գնել, ձեզ $2.50 ծանրոց անվճար կտան։ Ուրեմն 3 ծանրոց ունեք, ընդամենը $50 վճարնեք։ Մեկի համար վճարում եք 2 համահավասար ծանրոց ձեզ անվճար կտան։ $20 գնեք, $20 անվճար ձեզ կհանձնեն, որ ձեր ցանկացածը ձեր ազգականներին ուղարկեք Հայաստան։ Court Furniture ովանավորում է ծրագիրը Central-ը մրթել փողոցի հատման կետում է գտնվում Glendale-ում, Orange County-ում Euclid եւ 405 Freeway, Santa Ana, New York, Houston, San Francisco, բոլոր տեղերում 100-ից ավել խանութներ ունի, նոր մատրես եթե պիտի գնեք, այդտեղ այցելեք նաև գրասեղան, սեղան, աթոռ գնելիս։ Շահին թուրն է ովանավորում ծրագիրը։ Կազմակերպել են իրենց թուրը մարտի 16-ից 26, 10 օր, $3690 է սա, միջերկրական ծովի վրա շրջելու եք, այդտեղ տարբեր երկրների մոտից անցնելու եք, 10 օրվա թուրը զանգարեք այս հեռախոսը համարին։ Կվերադառնամ։ Նախագահ Թրամփ սպառնում է Իրանին, որ եթե մինչև վաղը, մեր ժամով 5-ին, կամ այդ ինչ-որ ինք ասած ժամը 8-ին, վաղը երեկոյան, եթե իրանցիները չանձնվեն եւ այս Պարսի ծոցը չբանան, ուրեմն դժոխք է ստեղծելու Իրանում։ Երկու կարևոր կետերը, որ ռմբակոծելու է, ինքը ասել են բոլոր նավթահանքերը պիտի ռմբակոծի եւ նաեւ բոլոր կամուրջները ռմբակոծելու է, եթե երեքշաբթի օր power plant, տեսնում եք էլեկտրակայանները, կամուրջները լրիվ վերացնելու է Իրանում եւ ղրկելու է Իրանը քարի դարը դարձնելու է, եթե չբացեն Պարսի ծոցը, այստեղ տեսնում եք, եւ իրենց շանլակոտ է կանչում, պատկերացրեք, ավել վատ հայհոյանք էր տվել իրենց F բառով, նրանք որ անգլերեն գիտեն, եւ դուք դժոխքում եք ապրելու, այսպես սպառնում է Իրանին։ Գիտեք, նախագահը 15 առաջարկություններ, որ հանձնվեն։ Իրանը ներկայացրել է 10 առաջարկություն, որ իրար հետ շատ հեռու է։ Օրինակի համար Իրանն ասում է, որ բոլոր այս վնասները, եթե Ամերիկան վճարի, տեսնում եք այստեղ լրագրողները իրեն հարց են տալիս, որ ինչ է պատահելու,
եթե չանձնվեն, հետո ինչ որ ասում է այդտեղ դժոխք եմ դարձնելու այդ երկիրը, հետո իրեն ասում են, այսպես ոմանք տեսնում եք բոլորը հարց ունեն լրագրողները, իրեն հարցնում են, եթե դու բոլոր էլեկտրակայանները կռամբակոծես եւ բոլոր կամուրջները կվերացնես, ժողովուրդը տուժողն է լինելու, ինչպես ես պատասխանելու, հանրությունը մարդիկ որ բնակվում են, ուրեմն բոլորը էլեկտրականություն չեն ունենա, բոլորը չեն կարող տարածքները անցնել, մարդիկ են որ վնասվողն են, նախագահին այս հարցը որ տվին, ասում է որ մտածելով հետո ասաց որ իրենք պատրաստ են տուժեն, բայց ազատություն կամ անկախություն ունենան, ասաց նախագահը, եթե ասում է որ պետք է հիմար լինեն, որ եթե չհետևեն կամ սփորտ չանեն, այսինքն հանրությունը պետք է ուրախանա, որ մենք բոլոր դրանք կվերացնենք, այսինքն ռեժիմին դժվարության մեջ պիտի տնեն, այդպես էր բացատրում նախագահ Թրամփը այս հարցը, եւ եթե Իրանը միաժամանակ 10 առաջարկություն ունի, որը բոլոր պատերազմի վնասները վճարի Ամերիկան եւ մնայուն էլ չհարցակվեն Ամերիկայի զորքը հետ քաշի եւ այսպես հետո իրենք պատրաստ են համաձայնության կան Ամերիկայի հետ։ Իհարկե ինքը նախագահը ասում է մենք ուղղակի իրենց հետ չենք խոսում, միջնորդն է իրենց հետ խոսում եւ հետո մենք այս բերումով է որ քիչ հետո նաեւ պետք է անդրադառնամ այս շրջանի բենզինը, բայց ամենայն դեպս Ամերիկայի միջին բենզինը $4.11 է գալոնը։ Մարտի 1-ից, երբ պատերազմը սկսվեն է $1.17 ավել թանկ է։ Ինչ որ ցեզ ասացի $4.11 գալոնն է մեզ մոտ, որովհետեւ մեր բենզինը ավել միցև է որ շատ ծուխ չանի մեքենան $2 ավել թանկ է, ուրեմն եթե դրսում միջին $4.11 է, մեզ մոտ $6.11 միջինն է, որոշ տեղերում Westwood գնաք արդեն $8.72 է եւ որոշ տեղերում Big Sur այդտեղ $10 է եւ որովհետեւ $10 Կալիֆոռնիա սահմանեն է որ դրանից ավել չեն կարող վաճառեն, բողոքում են որ մենք տուժում ենք, պետք է gas station-ը փակենք, եթե չթողեն $10-ից ավել լինի, իհարկե դա մեր շրջանում չի, այլ հեռավորությանը։ Ամենայն դեպս նավթը այսօր $112.93 ասավ։ Նախքան պատերազմ $69 է։ Դուք տեսեք հիմա տարբերությունը ինչքան շատ է։ Նախքան պատերազմը եւ հիմա այսպես տեսնում եք։ Օթանավի ընկերությունները ասել են, եթե ծանրոց պիտի տանենք, պետք է $10, ամեն ծանրոցին, որ անվճար էր, $10 պիտի վճարեք, ոմանք ավել շատ։ Amazon-ն ասում է, որ բենզինի թանկության համար 3.5%-ով առավել չարժ եմ անելու ապրանքներ, ինչ որ ձեր տանը կբերեն, բենզինի համար առավել չարժ անելու, եթե պատվերներ ունեք, այստեղ տեսնում եք Թրամփը այսօր այդ արտահայտություններն արել է այստեղ Միացյալ Նահանգների նախագահը այսպես արտահայտվել է։ Իրանը ասում է մենք բանակցության մեջ չենք, Ամերիկան ինչ որ ասում է սուտ է, որ նախագահը ասում է բանակցության մեջ ենք, մենք բանակցության մեջ չենք, որոշ պատգամներ փոխանցում ենք, բայց մենք չենք բանակցում Ամերիկայի հետ, որովհետև նաև հիշեցնում են անցյալ անգամ բանակցության մեջ էին եւ որոշեց Թրամփը իսրայելցիների հետ երկրի վրա հարձակում կատարեցին, ուրեմն ասում են որ չենք վստահում Ամերիկայի նախագահին, այստեղ տեսնում եք սա Strait of Hormuz-ը կամ նեղուցն է Հորմոզի, որը Իրանի 90% նավթը գնում է այնտեղից վաճառում էին եւ որովհետեւ փակեն է, Իրանը փակեն է այդ նեղուցը, ոչ ոք չի կարող անցնի եւ այսպես բենզինի գինը խիստ թանկացել է այդ օրվանից, ինչ որ տեսնում եք
ասացի քիչ առաջ $4.11 միջին Ամերիկայի բենզինի գինն է, իսկ մեզ մոտ $6 ավել է, որովհետև այստեղի բենզինը ամենաթանկն է, էթանոլ են խառնում եւ այստեղի զտարաններ շատ քիչ կա, Կալիֆոռնիայի զտարան քիչ կա, դրսից պետք է բենզինը բերեն, այն բենզինը, որ Կալիֆոռնիան կարող է օգտվել։ Մեր բենզինը շատ տարբեր է, քան թե Նևադայում գնաք տեսնեք ավելի էժան է ուրիշ սահմաններում մեզ մոտ, որովհետև 1970-ական թվականներից սկսին էթանոլ խառնել բենզինի, որ շատ ծուխ չանի, որովհետև ծուխը այսպես պատել էր Լոս Անջելես։ Դեռ հիմա էլ ծուխ կա այստեղ, բայց 1970-ական թվականներին այստեղ շատ օդը կեղտոտ էր եւ վնաս էր հասցնում մարդկան։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից, պետք է խոսեմ ինչպես փրկեցին երկու գնդապետների, որ օդանավի միջից կրակել են օդանավայր էր ընկել Իրանում, նրանից հետո Rip Current հոսանքի մասին օվկիանոս պիտի գնաք, շատ կարևոր է, ուշադիր լինեք, ամառը մեր առջևն ունենք, հիմա գարուն է, նաև հիմա շոգ է, մարդիկ գնում են ծովափ են գնում։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյանը, Մահտեսյանն ատամնաբուժներն են հովանավորում։ Որևէ հարց ունեք ատամի հետ, լինդի հետ, պրոթեզ պիտի տեղադրեք, ատամները պիտի մաքրեք, բոլոր այդ հարցերով զանգարեք այս հեռախոսահամարին, գտնում է Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնում Բրբանկում, բայց անմիջապես Գլենդելի հարևանությանը։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք վարձակալ եք, այդտեղ որ վարձն եք, մրցում կա, միջատ կա, մուկ կա, զանգարեք այս հեռախոսահամարին, որպեսզի կարողանա ձեզ համար հատուցում վերցնի, որտեղ բնականաբար պետք է բնակելի լինի։ Ծրագիրը հովանավորում է ASA air conditioning-ն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք որևէ հարց ունեք air conditioning-ի, չի աշխատում, հիմա massամբ էլի հիմա եղանակը շատ լավ է, ավել շոկ է լինելու հետո ձեր air conditioning-ը անպայման սերվիս արեք, կամ պետք է փոխեք, նոր յունիտ տեղադրեք, զանգարեք այս հեռախոսահամարին 818-445-8433 ASA Quality Air զանգարեք։ Ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Թավանսի ագնաբուժը, գտնվում է Գլենդելում, Ջաքսոն եւ Կոլորադո փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում, ժամադրության համար զանգարեք այստեղ, եթե վիրահատության կարիքը պիտի լինի, այդ մասնակետն է 31 տարվա փորձառությամբ, ագնոցի կարիք ունեք, ջուր է հոսում աչքից եւ բոլոր այդ հարցերով այստեղ Գլենդելում սա հեռախոսահամար։ Orange County-ում նաև գրասենյակ ունի, իր Orange County գրասենյակի համարը այստեղ տեսնում եք, ձեզ մոտ նշանակեց, որևէ տեղ Orange County-ում բնակվում եք, Orange County-ն ավելի փոքր, այսպես county է, կարող եք գնալ այստեղ հանդիպեք այս մասնակետին, կվերադառնա։ Ես ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել, որ եթե դուք կարող եք գալ վերցնել այս սայնը, հիմա պատրաստ է տանել տներ ձեր տան առջևը, կամ զանգահարեք, եթե ցանկությունն է տեղադրեք։ Եթե կարող եք գալ օգնել, վոլենտիր կամավոր անձը կա, որ մեզ օգնի տանեն տեղադրեն, կամ եթե դուք ձեր տան առջև ուզում եք տնեք, ամենայն դեպս զանգարեք 818 2 4 մնացածը բոլորը 9, ուրեմն 818 2 4 բոլոր 9 մնացածն է անպայման օգնեք։ Ես հիմա ուզում եմ վերցնենք սա, ես ուզում եմ խոսել Rip Current-ի մասին։ Օվկիանոս պիտի գնաք շուտով, այսպես ուշադիր եղեք, ինչպես որ դժվարություն է ստեղծում հաճախ այս վերջերս, որ պիտի ձեզ հիմա ցույց տամ այս հոսանքը ինչպես կարող է
անձի ոտքերի տակից իրեն ներառիտ օվկիանոս ու անձը խեղդվում է։ Այսպես է որ երբ որ ալիքը գալիս է վերադառնում է rip current երբեմն այդ ներքևում այնպես խոշոր ջուրը վերադառնում է որ անձին տանում է։ Եթե դուք այդ վիճակում գտնվում եք, տեսեք քաշում տանում է 8 ֆիտ 2.5 մետր մի վայրկյանում ջուրը հետ է վերադառնում այն ներքևից ուտի տակից եթե անգամ դուք օլիմպիկի այդ ախոյան եղած ելնեք լողի ախոյանը պատկերացրեք չի կարող դիմանալ այդ վիճակում է պետք է անձը չաշխատի դեպի հետ վերադառնա որտեղ ջուրը տանում է այլ կողք այսպես լողա դեպի կողքերը որ այդպես հզոր իրեն չներառի ջուրի մեջ այսպես է վիճակը ես ուզեցի հիշեցնել ձեր երեխաները մտնում են ջուրի մեջ շատ չհեռանան տեսնում եք նորից կրկնում եմ օլիմպիկի ախոյանը անգամ եթե այսպես վիճակում ընկնի ջուրը տանելու իրեն չի կարող իրեն թրկի հիմա սովորական մարդը ավել դժվար կլինի հիմա ես ուզում եմ ցույց տալ ամենայն դեպս ինչ տեղի ունեցավ այս բերումով այս rip current-ը շարունակենք տեսանյութը հիմա այս ընտանիքն է գնում են 3 երեխա ունեն կինը հղի է գնում են օվկիանոս երեխաները այնտեղ են երեխաները խաղալիս ջուրը իրենց ներառում է հայրը թրջում են ջրի մեջ որպեսզի ազատի երեխաներին եւ ահա հայրը խեղդում է երեխաներին հանում է բայց վերջը ինքը այդ rip current ջուրը իրեն ներառում է օվկիանոսի մեջ եւ խեղդում է այս մարդը այդպես դժբախտաբար rip current այստեղ տեսնում եք Ֆլորիդայում տեղի այս դեպքը տեղի ունենում այդ տարածքում է տեղի ունենում ես հիմա ուզում եմ խոսել այնինչ որ ամերիկացի մեկ գիտեք ռմբակոծում են անընդհատ Իրանը ռմբակոծում է Ամերիկան եւ իրանցիները այս shoulder այսպես ուսի վրա այս հրացան ունենալու իհարկե հզոր հրացաններ սկսեն են կրակել դեպի այս օդանավները Ամերիկայի եւ Իսրայելի օդանավների վրա երկու այս անցյալ շաբաթ երկու օդանավ մեկը վնաս հասավ կարողացավ գնա Իրանի տարածքից դուրս վայրէ չկատարի իսկ մյուսը օդանավը վայր է ընկնում երկու օդաչուները ես հիմա այս օդանավն է տեսնում եք կրակում են վրան ես ուզում եմ ցույց տալ եւ վայր է ընկնում ցույց տալ նախ որ օդանավը սա ռազմօդանավն է ամերիկյան ռազմօդանավն է ուրեմն երկու օքի այս օդանավի մեջ կան այստեղ տեսնում եք օդաչուն է սա նաեւ որ այս ռումբերը տեղադրում է վայր ընկցում որտեղ որ պիտի գցեն երկուսն էլ գնդապետ են սրանք որովհետեւ շատ փորձառու մարդիկ պետք են որ այդ պատերազմին մասնակցեն դուրս են թռչում օդաչուն 7 ժամ հետո կարողանում են իրեն գտնեն ու փրկեն իսկ մյուսը որ այդ ռումբն է տեղադրում վայր գցում տարբեր տեղ է թռչում տեսնում եք այս օդաչուի աթոռը որ իրեն դուրս է թռչում եւ մյուսը այդ անձը գնդապետը որ ռումբերն է տեղադրում ուրեմն սա ամերիկան կորցնում է որ որտեղ է մոտարապես 48 ժամ տևում է ինքը մասա մի քիչ վիրավորվում է իսկ այս տարածքում էր ինչ որ այդ օդանավը այստեղ էր կորել բարձրանում է սարի լանջը բարձրանում է եւ աշխատում է թաքնվի այդտեղ կապը կտրված է լինում ուրեմն վերջը CIA-ը կարողանում է սիգնալներով ճարի որ այս որտեղ է բայց օդաչուն կամ այդ գնդապետը կամ այդ ռումբը տեղադրողը իրեն սիգնալ անընդհատ հաճկացնում է որ իրանցիները նաև չիմանան որ որտեղ է հետո մի գործեր են անում ամերիկացիք որ իրենք ուրիշ տարածքման են գալիս գտնեն իրենց գնդապետին որ
իրանցիների ուշադրություն սևեռու են այնտեղ։ Իրանը ասել էր ժողովրդին, Իրանի ժողովրդին, որ եթե գտնեք այս ամերիկացի զինվորականին 60,000 նվեր է կստանալու, բայց ամենայն դեպս 48 ժամ հետո կարողանում են վայրեջ կատարեն եւ այդ զինվորականին այս օդանավը, որը տեսնում եք F-15 տեսակի ռազմօդանավ է, այսպես այդ սարի լանջից կարողանում են գտնեն իրեն ու փրկեն իրեն։ Ուրեմն 5 շաբթի օրներ, որ ես ձեզ հաղորդել էի 5-ից 40 անց ուսի վրա դրած մեկ զենք այդ F-15 տեսակի օդանավին վայր է գցում։ Փայլեթը եւ այսինքն օդաչուն եւ անձը մասնակետը ռում տեղադրելու օդանավի մեջ երկուսը դուրս են թռչում, ինչ որ քիչ առաջ ցույց էի տալիս ես, եւ այսպես տեսնում եք հելիկոպտերներով, օդանավներով բոլոր փնտրում են։ Այստեղ մարդիկ են կրակում են դեպի իրանցիներ, այսինքն կրակում են դեպի այս հելիկոպտերները, օդանավները։ Երկու հելիկոպտեր, որ գնացել էին իրեն փրկելու, վնաս է հասնում, երբ վայր են տեսնում։ Սա մեկ ուրիշ օդանավ է A-10 տեսակի, վատ վնաս է հասնում այս օդանավին, բայց կարողանում է Քուվեյթ իջնի, օդաչուն իջնում այնտեղ։ Նախագահն է, որ այս երբ որ կարողանում են երկու այդ F-15 տեսակի օդանավի միջից անձերին վերցնեն, հետո զեկուցում է հանրությանը, այստեղ տեսնում եք տարբեր օդանավներ, տարբեր հելիկոպտերներ գնում են։ Իրենց երկու հելիկոպտերը, որ գնում են ազատեն անձին, երկուսն էլ իջնելիս վնաս է հասնում իրենց։ Մեկ ուրիշ հելիկոպտերներով իրեն փրկում են։ Այս կոլոնելը կամ գնդապետը բարձրանում է այս սարի վրա։ Գիտեք, սրանք բավական մարզված փորձառու անձիկ են, որ պատերազմի ուղղակի մասնակցում են, որ ինչպես դիմանան, ինչպես թաքնվեն, ինչ անեն, որ գերի չդառնան։ Եվ երբեմն իր սիստեմով տեղակերպում emergency սիստեմը եւ այսպես կարողանում է մնալ 150 ռազմօդանավ են ուղարկում, որ այդ շրջանը փնտրեն իրեն։ Եվ ամենամարզված զինվորականներին նաև ուղարկում են այդ տարածքը C-130 տեսակի, տեսնում եք փոքր հելիկոպտեր են ուղարկում, որ սարի վրա կարողանա իջնի, որովհետև սարը դժվար է ինչքան երկուսը տեսնում եք այստեղ, հետո իրենք ռմբակոծում են, որ ոչինչ օգտագործելի չլինի, այն երկուսը ասացի, որ իրենց քիթը կապեն երկետին օդանավների եւ վնասեր ասել մտածեցին դրանց չեն կարող օգտագործեն, իրենք ռմբակոծեցին եւ ուրիշ օդանավով այդ գնդապետին կարողանում են փրկել տարածքից, այստեղ տեսնում եք ինչ տեղի է ունեցել այդ ժամանակ, ամենայն դեպս կարողանում են այդ գնդապետին հանել երկրից եւ հետո էր որ նախագահ գալիս է որ եւ ասում է we got him, մենք գտնենք իրեն, հետո ամենայն դեպս պատերազմի մասին այդտեղ խոսում էր։ Ես ուզում եմ նաեւ խոսել մեկ օդանավ գալիս է դեպի Քենեդի էրպորտը, Նյու Յորքի խոշոր օդանավակայանն է գալիս, մի կին օդանավի մեջ իր երեխան ծնվում է օդանավի մեջ։ Հիմա այստեղ տեսնենք այս հետո air traffic control ասում է երեխան եկել է եւ օդաչուն ասում է այո, ասում է ուրեմն առաջարկում եմ հենց երեխի անուն տնեք Քենեդի, որովհետեւ Քենեդի էրպորտում է որ վայրեջք պիտի կատարի, ուրեմն ավել արմար տեսնում եք Caribbean Airline-ի մեջ է պատահում բոլորը այս բոլորը ինչ որ ձեզ ասացի տեղի ունեցավ եւ ահա այսպես առաջարկեցին որ տեսնում եք օդաչուն էլ ընդունում ասում է օքեյ իրենց կասեն որ Քենեդի անունը
այսպես հարմարացնեն այս երեխայի համար։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ, ուզում եմ զատիկեր, հավքի թախաղ պիտի լիներ, տեսնենք ինչ է պատահում, հետո նրանից հետո շարունակեմ Սան Անտոնիոում, տեսնենք ինչ է պատահում ծրագիրը, հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Primate Pharmacy գտնում է Գլենոքս եւ Highland փողոցի ճիշտ հատման կետում է հեռախոս շատ է իշտը 818-600-600-330-337 հեռախոս համարն է կարող եք գնալ տեղերը վերցնելու կամ զանգարեք իրեն կբերեն ձեր տանը դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում եթե որևէ դեմքի կեղեցկացնելու համար հարցեր ունեք զանգարեք այս հեռախոսը համարին խորհրդակցեք Glendale Adventist հիվանդանոցի բժշկական շենքի մեջ է գտնվում ծրագիրը հովանավորում է Չոփորյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում 3 Չոփորյանները փաստաբաններ են ձեզ են առաջարկում եթե ավտովթար ունենաք զանգարեք ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգարելով 818-244-47 հեռախոսահամարին Դոկտոր Փարքեր Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը եթե ալերգի եւ ասմա խնդիրներ ունեք տարապում եք այդ հարցով զանգարեք այս հեռախոսահամարին Գլենոքս փողոցի վրա Գլենդելում է գտնվում այդ կենտրոնը Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն 1928 թվականից աշխատում է Pasadena-ում է իրենց կենտրոնը 2 հարկի մեջ 600 դաշնամուր կա այնտեղ $1000-ից մինչև 100-ավոր հազարավոր դոլար այդպես է դաշնամուրը այնտեղ կա 250,000 300,000 500,000 դաշնամուր այնտեղ գոյություն ունի այցելեք որևէ երկիր դաշնամուրը արտադրում իրենք այնտեղ ունեն կվերադառնա Զատիկ էր եւ հավքի թախաղ էր լինում ես հիմա ուզում եմ ցույց տալ տեսնեք որ տեսեք այս բերում են եւ վերից թափում են պլաստիկի հավքիթ են թափում երեխաներ են այդտեղ բարեբախտաբար մի վարքյան շուտ իրենք կարողանում են հեռանան թե չէ կարող է իրենց վնաս հասնել դրա համար միշտ պետք է ուշադիր լինել թե չէ երեխայի վրա թափվեր բարձունքից թափում են դժվար կացություն կարող է ստեղծել ես ուզում եմ Սան Անտոնիոում մեկ անձնավորություն մոտորսիկլետով գալիս է տեսնեք ինչ է տեղի ունենում տեսեք այս անկյունում այդ երեխաներ են կանգնած են դպրոցից դուրս են եկել ով որ փախչում էր այդ օթաչու այսինքն մոտորսիկլետի վարորդն էր կամ այսպես տեսեք մոտորսիկլետը այսպես դեպքում է իսկ ամենամեծ վնասը հենց այդ մոտորսիկլետ քշողն էր որ տեսնում եք մոտորսիկլետ վազում է այսպես second degree burn են ասում մինչև fire department գալիս է իրեն տանում են հիվանդանոց անձին իսկ այս աշակերտներն էլ նաև massամբ վնասում են բայց ոչ ոք այդ մոտորսիկլետի տիրոջ որը տեսնում եք այստեղ փախչում է իրեն ամենամեծ վնասը իրեն է հասնում երբ որ հետո ինքն էլ ընդունում է որ շատ արագ էր քշում իր մոտորսիկլետը այդպես դժվարություն է ունենում ես հիմա ուզում եմ խոսել ձեզ ասացի նավթի գինը խիստ բարձրացել է ասացի տակառը $112 եւ 97 սենտի հասել $69 էր տեսեք ուր ենք հասել հիմա այս պատերազմի հետևանքով իսկ մեզ մոտ ինչ է կատարվում ես դա ուզում եմ ձեզ կարող մեծացնենք տեսնեք այստեղ գասի գինը ուրեմն Կալիֆոռնիայի դիզելը շատ կարևոր է շատ է թանկացել այդ թրակներն են թրակները ինչ որ ապրանքները բոլոր ինչ որ ստանում են վերջ-վերջո թրակով պիտի բերեն նպարատունները տանեն ուրիշ տեղ տանեն ամբարները տանեն այստեղ տեսնում եք դիզելը 7.68 գալոնն է դարձել Լոս Անջելեսում բենզինը 6.4 միջինն է որոշ տեղերում գիտեք հիմա 6-ից ավել է բայց ամենայն դեպս միջինը
իսկ Ventura County-ում միջինը $5.97 է, նույնը Orange County-ում նույնն է, եւ Riverside-ում ամենաէժանը $5 միջինը 87 سنت է, եւ Los Angeles-ի կապված որտեղ է կինը ասացի downtown-ում հիմա $8-ից ավել է բենզինը եւ ուրիշ տեղերում տարբեր գներ են առաջարկում Glendale-ում հենց massամբ միջինը $6.4 է, որոշ տեղ գնում եք կտեսնեք $6.20 է, միտեղ $5.89 է, ամեն տեսակը գտնում եք, սա է ճշմարտությունը հիմա այս պատերազմի հետևանքով ամեն ինչ թանկացել է։ Ես պիտի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից արծիվի մասին խոսեմ, Ջեքի արծիվների մասին, Ջեքի եւ Շադոյի մասին խոսեմ, ծրագիրը ովանավորում է Անրեգարիբյան փաստաբանն է ովանավորում ծրագիրը, եթե bankruptcy պիտի ֆայլանեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ accident եք ունենում, զանգարեք այս հեռախոսը համարին պաստառի վրա երևացող դոկտոր Էբրահիմի ովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, հեռախոսը համար տեսնում եք։ Իր գրասենյակները գտնվում է Orange County, Commerce, Encino եւ Glendale-ում։ Glendale-ում 616, իսկ Glen Oaks փողոցի վրա է գտնվում։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է ովանավորում, այս տարեցների կենտրոնը ունի իր բասը, մինիբուս, ամեն տեսակ մեքենաներ ունի, ձեզ տանելու, վերադարձնելու, Jackpot-ն է ովանավորում ծրագիրը, ձեզ է առաջարկում գեղեցիկ ակուսներ, արտասահմանից բերված կոշիկներ, ինչ որ հարկավոր է պայուսակներ արտասահմանից բերված հեռախոսահամարն է Pacific փողոցի վրա է գտնվում։ Անաշե գիֆտն է ովանավորում ծրագիրը, այս ավելը առաջարկում է $4.99 գլուխը բաժանվում է ավելից, կարող եք արանքների փոշին բռնեք, այսպես նաև եթե ժամացույցի բաթրի պիտի տնեք եւ ուրիշ այսպես փոքրիկ բաթրիների կարիքը եթե եղավ, օրինակ remote մեքենայի բաթրի կարիք ունի, իրենք ունեն, գտնվում է Glen Oaks փողոց կվերադառնա։ Մեկ անգամ եւս առիթ օգտվելով ուզում եմ հիշեցնել, ընտրությունը տեղի ունենալու հունիսի 2-ին, բայց իր բալետ կստանաք մայիսի 2-ին։ Եթե կարող եք գալ օգնեք, խնդրեմ, եկեք այստեղ զանգահարեք, եկեք, եթե կարող եք գնալ այս սայնը ձեր դռան առջևը տնել կամ դուք տանեք, մենք ձեզ կասենք ուր տանեք, օգնեք որ տեղադրենք քաղաքի տարբեր տեղում, եթե կարող եք օգնել, եկեք այստեղ։ Ամենայն դեպս սա հեռախոսը համարն է, որ 2-4 մնացած բոլորի 9։ Իսկ հիմա ես վերջավորությանը ուզում եմ խոսել երկու արծիվներ Big Bear, այնտեղ նախապես ծագեր ունեցան, ես ցուցադրել էի, ծագերը մեծացան, թրջան, գնացին ծագերը։ Հետո նորից երկու ծուերին տրել եւ ակրավը գալիս այդ ծուերը, երբ որ իրենք ներկա չեն լինում, այս արծիվը շատ հավատարիմ են, իրար հետ ապրող կենդանի են, երբ որ ծնողները չեն լինում, գալիս են հավկիթները, կոտրում ուտում են հավկիթները, այսպես իրենց ծագերը վերացան, իսկ հիմա նորից ծագ ունեն եւ ծագերը երկուսը տեսնում եք գլուխ են անել, արծիվը ուտելիք է բերել այս ծագին կերակրում են, այք տեսեք ինչպես է կերակրում մի փոքրիկ գիտի ինչ պիտի բերի այս երկու ծագերն են տեսնում եք ու կերակրում են այս ծագերին կերակրում են, վաղը կդառնան գեղեցիկ արծիվներ եւ երևի մյուս ծագերին ման կթողնեն կհեռանան, որովհետեւ մեծ աշխատանք է տարվում Կալիֆոռնիայում մի ժամանակ արծիվը այս երկրի այդ նշանն է եւ վերանում էր մեծ աշխատանք կատարվեց որ արծիվներին այսպես արծիվին փրկելու համար աշխատանքներ եղավ հիմա իրենց թիվը բավական շատացել է որ էլ վտանգի մեջ չի արծիվը վտանգի մեջ չի նախապես խիստ վտանգի մեջ էր արծիվը այսինքն գոյությունը վերանում էր
Ծրագիր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, միշտ օրը։